Վահանաձև գեղձի հետ կապված հիվանդությունները, որոնք քրոնիկ են մեծ մասամբ, այսինքն մի օրում չեն առաջանում, շատերի մոտ եթե հանգույցներ կան կամ հորմոնալ խախտում, ապա դա ցույց է տալիս, որ ամենաքիչը տարիների հիվանդություն է, և նշեմ, որ ժամանակակից մեթոդոլոգիայով վահանաձև գեղձի հիվանդությունները և ոչ միշտ են ճիշտ ախտորոշվում և չունեն ավելի ճիշտ կոնկրետ բժշկման մեթոդ։ Նորից գոյություն ունի պալիատիվ մեթոդ, որի դեպքում հորմոն է նշանակում, որը մեծ վնաս է հասցնում և հիպոֆիզի աշխատանքի վրա, և մեծ վնաս է հասցնում նույն մյուս հորմոնների բալանսի վրա։ Եվ նաև նշեմ, որ վիրահատությունը դա վահանաձև գեղձի դեպքում ամենամեծ վնասն է կոնկրետ մարդուն, եթե մեկ այլ օրգան մասնակի եթե հեռացվի, ապա դա ավելի քիչ վնաս կհասցնի պացիենտին, քան վահանաձև գեղձի, երբ որ մի բիլթն են հեռացնում կամ ամբողջությամբ են հեռացնում։ Ինչի այդպես, վահանաձև գեղձը ենթարկվելով հիպոֆիզին, այսինքն հիպոֆիզը ակտիվացնելով վահանաձև գեղձի աշխատանքը ակտիվացնում է նաև բոլոր ներզատիչ գեղձերը, այսինքն հորմոնալ կարգավորման է բերում, նաև ակտիվացնում է, այսինքն կարգավորում է աշխատանքը մնացած օրգան համակարգի։ Եթե նույնիսկ մի բիլթը հեռացվեց, ապա այդ կողմի օրգանները, օրինակ փորձը ցույց է տվել գործնականում, որ եթե աջ բիլթը չկա, ապա պացիենտի մինչև աջ բիլթի չի լինում վերականգնալ կամ մասնակի, որովհետև լինում է դեպքեր, երբ եթե հեռացվել է վահանաձև գեղձը, բայց մի կտորը մնացել է, ապա լինում է վերականգնել ամբողջությամբ, մինչև չի վերականգնվում այդ բիլթը, լյարդը աջ բիլթին անցնելով, լյարդը լիարժեք չի գործում և շատերի մոտ կարող է շաքարային դիաբետ առաջանալ։ Եթե կանանց մոտ է, աջ բիլթը աջ ծվարանի հետ է կապված, ձախ բիլթը ձախ ծվարանի կանացի օրգանների, այսինքն եթե բիլթը հեռացվում է, ծվարանների աշխատանքը հասցվում է մինիմումի, այսինքն թե ֆունկցիաներ են առաջանում, եթե աջ բիլթն է, լյարդի լուրջ խնդիրներ են առաջանում, և այդպես շարունակ։ Եվ հեռացումը, եթե բժիշկը ամենամեծ վնասը բժշկի կողմից, երբ մասնակի կամ լրիվ հեռացնում է վահանաձև գեղձը։ Եվ մյուս բուժման, ճակատների մեջ բուժման մեթոդը, որը ռադիոակտիվ յոդ են ընդունում, դա մեծագույն վնաս է յոդի թունավորում է, որը նվազեցնում է յոդի յուրացումը սննդից և ջրից և T4-ի բալանսը խախտվում է օրգանիզմում, եթե մինչ այդ խախտված էր, ավելի է խախտվում։ Եվ դրանից հետո նշանակում են հորմոնն է խմում պացիենտը, նորից չեն կարողանում բժշկել, որովհետև հորմոն տալով խախտվում է հիպոֆիզի աշխատանքը և դրանից հետո հեռացում։ Ահա մեթոդոլոգիան ժամանակակից, որը կարելի է համեմատել բարբարոսության հետ և որը մարդկանց բերում է ավելի մեծ հիվանդությունների։ Այնինչ կարելի է գտնել պատճառը, այսինքն պատճառը ոչ միշտ է, որ գտնվում է հիպոֆիզում, լինում է նաև ներքին օրգանների, ավելի ճիշտ ներզատիչ մյուս օրգանների հետ կապված գեղձերի, ավելի ճիշտ, և նաև լինում են դեպքեր, երբ օրինակ կրակալումներ են լինում, կալցիֆիկատներ վահանաձև գեղձի կամ ֆիբրոզ հանգույցներ, կրակալումները դրանք կալցիումի հյուրացման
անկումից է եւ ոչ ճիշտ տեղաբաշխման խնդիրներից է, այսինքն մինչև կալցիումի յուրացումը չվերականգնվի օրգանիզմում, այդ գրակալումները չեն անցնի։ Եվ իսկ ֆիբրոզ, այսինքն շարակցական հյուսվածքներով հանգույցներ են առաջանում, դրանք ինքնապաշտպանական ռեակցիա են, երբ գոյություն ունի խրոնիկ բորբոքում վահանաձև գեղձի բջիջներում, եւ խրոնիկ բորբոքման դեպքում այդ բջիջները, որպեսզի վերջնական չմահանա, ֆիբրոզ հյուսվածքը պատում է որոշակի բջիջներին, կապսուլավորում է, որպեսզի երբ բարենպաստ պայմաններ գան օրգանիզմի համար, կապսուլավորված, այսինքն այդ ֆիբրոզը լուծվի եւ կապսուլայի մեջ գտնվող բջիջը կենդանի մնացած, որպեսզի սկսի աշխատել եւ կրկնօրինակող բջիջները վահանաձև գեղձը մեծ մասով իր հյուսվածքը հետ է գալիս։ Կրկնօրինակ կան բջիջներ, որոնք կրկնօրինակում են, այսինքն եւ վերականգնում է այդ կենդանի մնացած բջիջներից վերականգնում է ամբողջ վահանաձև գեղձը հյուսվածքները։ Եվ ֆիբրոզ հյուսվածքը լուծվում է։ Սովորաբար, երբ որ հիվանդությունը դուրս է գալիս, ֆիբրոզ հյուսվածքը անհետանում է։ Կարցինոմաների դեպքում այլ է, կարցինոմաների դեպքում կալցիումի յուրացումը շատ վաղուց մեծ անկում ունի, այսինքն յուրացում չկա։ Եվ այստեղ նույնպես ժամանակ է պետք, սկզբից կանգնում է այդ կարցինոմաների աճը եւ ընթացքում հետընթաց է գնում հյուսվածքները, սկզբից պետք է հյուսվածքները վերականգնվեն վահանաձև գեղձի, նոր հետո այդ կարցինոմաները լուծվեն։ Այդ դեպքում էլ է լինում մեծ մասամբ օգնել պացիենտին, եթե պացիենտը համբերատար է, բայց նշեմ, որ կարցինոմաների դեպքում վիրահատությունը բերելու է նոր պրոբլեմի, այսինքն տարածվելու է, եթե այդ բույլթուներ հեռացնեն, տարածվելու է մյուս բույլթուն, եթե հեռացնեն, անցնելու է մաշկի, այսինքն խնդիրներ են առաջանում նոր այգոյացություն եւ այդպես շարունակ, այսինքն այդ process-ը չի կանգնելու, եթե չբժշկվի խնդիրը չհեռացվի, այլ ոչ թե խնդրից առաջացված հյուսվածքը հեռացնի։ Նաև նշեմ, որ եթե վահանաձև գեղձը կարցինոմաների դեպքում հեռացնեն, ապա կալցիտոնին հորմոնը արդեն, որ վահանաձև գեղձն է արտադրում, չի արտադրվելու եւ մեծ խնդիրներ են առաջանում նույն կալցիումի յուրացման հետ ամբողջ օրգանիզմում ու ամբողջ կյանքում եւ եթե կարճ ժամանակով հեռացրեցին, չկա մարդը հանգիստ է քնում, բայց երկարաժամկետ առումով մեծ լուրջ հիվանդություններ են առաջանալու եւ եթե այդ դեպքում էլ հմուտ բժիշկ չլինի, պացիենտը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Եվ վահանաձև գեղձի վիրահատությունները դրանք հիմա այժմ կատարվում են հաճախակի, որը անընդունելի է եւ որը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում բոլոր պացիենտների շրջանում։ Չկա այդպիսի մարդ, ում վահանաձև գեղձը հեռացնելով մասնակի կամ լրիվ նոր հիվանդություն չի առաջանում, չկա այդպիսի մարդ։ Բայց հոմեոպաթիկ մեթոդով գրեթե միշտ մեծ մասամբ վահանաձև գեղձը լինում է բժշկել առանց վիրահատելու եւ հիվանդությունը լինում է դուրս հանել, բայց այստեղ ժամանակի հարց է, այսինքն կան հիվանդություններ, որոնք արագ են դուրս գալիս, կան հիվանդություններ, որոնց ժամանակ է, օրինակ կարցինոմաների դեպքում կարող է տևել կես տարուց 3 տարի։ Բայց եթե թույլ հանգույցներ են, այսինքն ֆիբրոզ հանգույցներ են, դա կարող է մի քանի ամսում է լուծվել։ Այսինքն կախված է նաև վահանաձև գեղձը, եթե հեռացվել է, մի կտորը մնացել է, ամբողջ վահանաձև գեղձը կամ մի բիլթը վերականգնելու համար կարող է պահանջվել 2-3 տարի, մինչև օրգանիզմը վերականգնի։ Եվ այսպես շարունակ, եւ թունավորում է, եթե թունավորում է եղել, այսինքն ռադիոակտիվ յոդ է ընդունել պացիենտը, դա մեծ թունավորում է, դա ամբողջ օրգանիզմին մեծ վնաս է հասցրել։ Թունավորումն էլ է պետք է անել նույն հոմեոպաթիայի միջոցով։ Այսինքն հոմեոպաթիկ մեթոդը, որը պատճառն է հեռացնում օրգանիզմից, հեռացնելով բժշկում է նաև վահանաձև գեղձը։ Հորմոն խմելով երբեք ոչ մեկ չեն բժշկվել եւ չի կարող մարդը հորմոն խմելով բժշկել։ Հորմոնը ավելի է բերում խախտման հորմոնալ
Եվ նաև նշեմ, որ վահանաձև գեղձը ակտիվանում է երեկոյան ժամը 8-ից 10-ի կտրվածքում է ամենամեծ ակտիվությունը, այսինքն 8-ին ակտիվանում է երեկոյան և մինչև առավոտ ակտիվությունը նվազում է, և անալիզները, որոնք առավոտ կամ ցերեկ տալիս են հորմոնների, դա ցույց է տալիս պասիվ վիճակում գտնվող վահանաձև գեղձի հորմոնները, որը չի կարող ցույց տալ հիվանդություն։ Շատերի մոտ լինում է, որ այդ նորմաները, որոնք կան, պասիվ վիճակում են այդ նորմաները, այսինքն վահանաձև գեղձում կարող են հանգույցներ լինել, հիվանդ լինի վահանաձև գեղձը, բայց պասիվ վիճակում հորմոնները նորմայի մեջ լինեն։ Դա չի ցույց տալիս, թե ինչ վիճակում է վահանաձև գեղձը, երբ երեկոյան 8-ին սկսում է աշխատել։ Իրականում վահանաձև գեղձի անալիզը այժմ երեկոյան չեն վերցնում, անալիզներ հիմնականում առավոտը կամ ցերեկը։ Իրականում վահանաձև գեղձի անալիզները ճիշտ հիվանդությունը ցույց կտան վահանաձև գեղձի, եթե երեկոյան 8-ից 10-ը վերցնեն։ Եվ վահանաձև գեղձի հիվանդությունը իրականում հանգույցներն են ցույց տալու, նույն ֆիբրոզ հանգույցներ կլինեն կամ լինում են դոնդողանման հանգույցներ, կոլոիդ, այսինքն եթե ակտիվ բորբոքում կա, և անալիզների պատասխանները չեն կարող ցույց տալ այդ պահին, այսինքն ցերեկը կամ առավոտը, թե որ օրգանն է հիվանդ, այսինքն հիպոֆիզը, որ ներզատիչ գեղձը, հիպոֆիզը, թե վահանաձև գեղձը։ Եվ վահանաձև գեղձի աշխատանքը նաև երեկոյան, երբ որ ակտիվանում է, վերականգնվում է նաև բոլոր ներքին օրգանները, այսինքն ինքը ակտիվանում է և միացվում է ինքնավերականգնման պրոցեսները։ Այսինքն, եթե վահանաձև գեղձը հեռացվել է կամ հիվանդ է, ապա մասնակի կամ ամբողջությամբ դադարում է ինքնավերականգնման պրոցեսը, որովհետև երեկոյան 8-ից 10-ը այդ ընթացքում ինքը չի միանում, և ներքին օրգանները նույնպես քիչ-քիչ սկսում են մահանալ, ծերանալ, որովհետև առանց վահանաձև գեղձի, այսինքն հիպոֆիզի և այնուհետև վահանաձև գեղձի ակտիվության չի կարող նաև ինքնավերականգնման պրոցեսը նորմալ ընթանալ, այդ թվում և ստամոքսի հետ կապված, և լյարդի, և կանացի, և այսինքն բոլոր օրգան համակարգերի աշխատանքը քիչ-քիչ հետընթաց գնում է դեպի ծերացում, ավելի ճիշտ դեպի սկզբից ցեր ֆունկցիա, այնուհետև գնում է ծերացում։ Եվ հիվանդությունը մեծ մասամբ վահանաձև գեղձի ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատական տալու համար հմուտ բժիշկ է պետք, այլ ոչ թե ցերեկվա կամ առավոտվա անալիզների պատասխանները։ Նորից եմ կրկնում, այդ պատասխանները վահանաձև գեղձի պասիվ վիճակում գտնվող նորմաներն են, դրանք չեն ցույց տալի վահանաձև գեղձի աշխատանքի ժամանակ։ Եվ հիմնականում պետք է նաև հասկանալ, որ վահանաձև գեղձը ոչ միայն հորմոնալ կարգավորումն է, այսինքն T3, T4 կալցիտոնին հորմոններն է արտադրում կամ բալանսի բերում, նաև այլ վահանաձև գեղձի ամեն մի բիլդ կոնկրետ կապված է այդ կողմի ներքին օրգանների հետ և նաև գոյություն ունի կապ ներքին օրգանների հետ, նրանց աշխատանքի հետ։ Իրականում վահանաձև գեղձը ավելի մեծ գործ է կատարում, քան այժմ մարդկանց, պացիենտներին ներկայացվում։ Հիմնականում բուժումները հոմեոպաթիկ արդյունավետ են լինում, եթե հիվանդությունը գտնվում է, որովհետև կան նաև վահանաձև գեղձի խրոնիկ բորբոքումների դեպքում, մինչև խրոնիկ բորբոքումը դուրս չի գալիս, վերականգնման պրոցեսը չի միանում, ոչ միշտ է, որ կալցիումի վրացման անկումից է, լինում են խրոնիկ բորբոքումներ, լինում են լորձաթաղանթների հիվանդություններ, ընդհուպ մինչև նույնիսկ խրոնիկ սեռավարակներից է կարող է վահանաձև գեղձը քայքայվել։ Այսինքն պատճառը պետք է գտնել, լինում են ադենոիդները հեռացնելուց հետո, երբ որ, այսինքն գլանները ավելի, եթե ճիշտ, գլանները հեռացնելուց հետո
վանաձև գեղձի հիվանդություններն, այսինքն կոկորդային հիվանդություն կար, քրոնիկ բորբոքում կար, կամ ներքին հիվանդություն կար, որովհետև բլաները եթե քրոնիկ բորբոքված են, ապա ներքին հիվանդություն կա, ճնշվում է եւ այդ բորբոքում անցնում է հյուսվածքների ավելի խորն է անցնում, այսինքն մյուս հյուսվածքներ։ Եվ այստեղ նաեւ անամնեզը պետք, որպեսզի բժիշկը ճիշտ հասկանա, ճիշտ կազմի անամնեզը, հիվանդության արմատը, եւ միայն դրանից հետո լինում է բժշկել այդ հիվանդությունը։ Նորից եմ կրկնում, վիրահատությունը, հեռացնելը, հորմոն խմելը, վահանաձև գեղձին երբեք չեն բուժել եւ չեն կարող բուժել։ Դրանք այդ մեթոդները եւ ռադիոակտիվ յոդ, ընդհանրապես յոդի ընդունումը երկարատև, մանավանդ ռադիոակտիվ յոդը դա մեծ վնաս է հասցնում ամբողջ օրգանիզմին եւ իրականում եթե յոդի յուրացումներ են կած օրգանիզմում, ապա խնդիրը նորից օրգանիզմում է, որովհետեւ միջին մակարդակին օրգանիզմում եթե յուրացումը նորմալ է կատարում, ապա միջին մակարդակի կողմը պիտի սննդից եւ ջրից օրգանիզմը վերցնի։ Հայաստանում յոդի աշխարհը ճիշտ է, նորմայից մի քիչ ցածր է, բայց այն մակարդակին չի, որպեսզի ասենք, որ հիվանդությունների արմատը այդտեղ է, վահանաձև գեղձի նկատի, որովհետև շատերի մոտ յոդի խնդիրը չի, այլ կալցիումի յուրացման խնդիրը, քրոնիկ բորբոքումների, ինչու՞ չէ, նաև ստրեսային վիճակները, ստրես կոնֆլիկտները եւ այլն, այսինքն չի կարելի նաև վերագրել յոդին միայն եւ փորձ ցույց է տվել, որ յոդի հետ կապված խնդիրները հնարավոր է 10-ից 1-ի կամ այսինքն 10 պացիենտներից, որոնց մոտ կա զոհ, 1-ի 2-ի մոտ կարող է լինել հենց յոդի խնդրից, յոդի դեֆիցիտի կամ յոդի յուրացման անկումից։ Շատերի մոտ պատճառը այդտեղ չի։ Առողջ